Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ես ուղղակցով դիմում եմ ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության, այլև Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հրամանատարներին։ Դիմում եմ մեր դեմ կրվող ահաբեկչական խմբավորումների հրամանատարներին։ Արտերկրյա այն հովանավորներին, որոնք այս բոլոր ահաբեկիչներին ուղարկել են իմ պետության, իմ ազգի, իմ հայրենիքի, իմ երկրի դեմ պայքարի։ Ես Արտուր Այվազյանն եմ, մանախն եմ։ Հույսով եմ, որ ձեզանից շատերը, եթե ոչ շատերը, առնվազն ձեր հատուկ ծառայություններն ու էլիտար ստորաբաժանումները եւ նրանց ղեկավարները առնվազն լսել են իմ եւ իմ ստորաբաժանման գոյության եւ գործունեության մասին։ Ես ձեզ դիմում եմ ուղերձով։ Ինչ եք անում։ Ինչ եք sense վերաբերվում մեր հայ ռազմագերիներին։ Ձեր ուժն եք ցույց տալիս։ Ձեր ուժը ցույց տայք ճակատում։ Ձեզանից շատերը, ում բախտավիճակը կենթանի մնալ, իմ եւ իմ ստորաբաժանումների հետ մատերի ժամանակ կվկայեն դրանց մասին, առնվազն դուք գոնե։ Էս ինչ եք անում մեր ռազմագերիների հետ։ Տենց ուժ եք որոշել ցույց տալ։ Դուք որոշել եք, մտածում եք, որ հաղթել եք մեզ։ Հիշեք միայն մեկ բան, ես խոսում եմ մաքուր հայրենով, փոխանցումները կլինի 8 պետության տարբեր լեզուներով, 8 պետության այն բանակների եւ ահաբեկչական այն խմբավորումների, որոնք մեր դեմ պայքարել են, իբրև թե իմ հայոց լեռնաշխարհի, հայոց բերդի դարպասները ներսից են բացվել, եւ դուք ներխուժել եք, այլապես դուք չեք անցնելու առաջ, դուք չտոնեք ձեր հաղթանակը, հիշեք, մեր երագույնը ծածանվել է բոլոր այն տեղերը, որտեղից իբրև թե դուք հանել եք այդ երագույնը, դա ես ձեզ խոստանում եմ, տեսեք ես ձեր հետ խոսում եմ բացահայտ, դեմքս տեսնում եք առաջի անգամ, իմ մասին գիտեք բազում ամեն ինչ, այո, ես ձեզ ոչնչացնողներից մեկն եմ, բայց հիմա լսեք, ձեզ դիմում եմ որպես զինվորականը զինվորականի, չնայած ձեր համար դա արժեք չի, ես ձեզ կարող եմ դիմել որպես մարդը մարդու, ձեր համար էլ դա արժեք չի, ես չեմ խոսում սուր բաներից, միջազգային իրավունքից, մարդասիրությունից, տղամարդկությունից, սպայական պատվից, զինվորական տեսակից, հայրենասեր տեսակից, դուք դա ապացուցեցիք արդեն, իսկ որ դա ձեր համար ոչինչ է, եւ իսկ դա ինձ համար եւ իմ նման մարդկանց համար դա արժեքային համակարգ է, ինչ եք ուզում գերիներից, գերիների վրա եք ձեր ուժը ցույց տալի, իմ կոչը լսեք, ուզում եք կռվենք, էլ ենք կռվելու, կռիվը չի ավարտվել, պատերազմը չի ավարտվել, լսեք ուշադիր, իմ ստորաբաժանումների հետ ձեր մատերի ժամանակ դուք չկաք, ես կամ, տեսեք ես ձեր առջև նստած եմ, իմ կատարած խնդիրների ժամանակ ձեզանից ով էլ վիրավորամանաց է, դրանք կվկայեն դրանց մասին, լսեք ուշադիր, ձեզ դիմում եմ, որպես ամեն դեպքում կրոնական ուղղությունները մի կողմ, կոչումները մի կողմ, մասնագիտությունների մի կողմ, ամեն դեպքում մոր կաթ եք կերը, ինչ եք անում այդ զինվորների հետ, ինչ եք անում այդ գերիների հետ, ուժ եք ուզում ցույց տաք, ուշադիր լսեք, դուք երևի մոռացել եք, որ այս ժողովուրդը 15 թվի ցեղասպանությունից հետո հայոց պատժից ձեռքն է ձեզ ցույց տվել ու ցույց է տալու, ես ձեզ չեմ սպառնում, մենք ձեզ թվում է մենք նես թույլ ենք չեն կարողանալու գործենք, մտածում եք, որ մեր դավաճանները ձեզ տվեցին այն ինչ որ դուք ուզում եք ստանայիք եւ դուք կարող եք այսօր մեր հետ խոսակ տենց, ձեզ հաճելի է որ այսօր մեր գերին վիրավորված, հյուծված, տանջված մեր գերին ասում է Ղարաբաղ Ադրբեջանը ու ձեր այդ կոմպլեքսները կազմավորում եք ու ձեր կոմպլեքսներից դուրս եք գալի որ այո Ղարաբաղ Ադրբեջան, լսեք ուշադիր հողի տերը, դա հողի տերն է, մենք հողի կռիվ չենք տալի, մենք մեր հայրենիքը, ազգը, մեր պետությունն ու տեսակն ենք պաշտպանում, լսեք ուշադիր, մի արեք, մարդ եք, մոր կաթ եք կերը, ինչ կերել եք մոր կաթ հետ դուսագալու հոգու հետ, ուշադիր լսեք ինչ եմ ձեզ ասում, բոլորի համար պատասխան եք տալու, այդ ամեն մի գերին տանջող, ամեն մի ազգությամբ չգիտեմ ով ինչա, ուշադիր լսեք, ոչ մեկի ընտանիքը չի ապրելու, ոչ մեկի սերունդը չի ապրելու, ես ձեզ դա երթվում եմ,
ուզում եք կռվենք, արեք կռվենք կռվի դաշտում։ Դուք պատկերացնում եք ինպես ինձ նման հայրենասերը, ինձ նման կռվող տղեն, որ ձեզ սատկասելա կռվի դաշտում, այսօր ադրբեջանցի ռազմագերուն բռնի տանջի։ Դուք պատկերացնում եք տես բան, չեք կարող պատկերացնեք, որտեղ հայի մեջ տես բան չկա։ Ձեր մեջ է շատ լավ մարդիկ կան։ Մի արեք, ես ձեզ կոչ եմ անում, ձեր հրամանատարների են լավ մասին, պատերազմի դաշտում կարա լինի ամեն ինչ, բայց պատերազմից հետո գերուն տանջել, էձևի իզիվացալներ, իմաստը ո՞րն է։ Ուզում եք մեր գերիների, ծնողներին, մեր ազգին ցավացնել, լսեք ուշադիր, մենք գենետիկորեն 15 թվից ցեղասպանությունից հետո այդ ցավը մեր գենետիկայի մեջ կա։ Այո, մենք մազոխիստ գենետիկորեն գիտենք ցավը ինչա։ Մենք անգամ 15 թվականին ենք պայքարել, հասկացեք ինչ եմ ձեզ ասում։ Խետնետ գլուխները հավաքեք, կպատժվեք ու պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր մեր ռազմագերիների, մեր քաղաքացիական ազգաբնակչության հետ, ովքեր անձեն են եղել շատ վատ են վերաբերու անմարդկային։ Տեսեք, ես չեմ խոսում իրավունքի անունից։ Մի հատ իրավունքը դա պատերազմն է, այո, պատերազմը դա իրավունք է, եւ մենք այդ իրավունքը վայելել ենք ու այդ իրավունքը իրացնելու ենք ու իրացնում ենք։ Դավաճանների մասին չեմ խոսում։ Ես այս պատերազմից հետո հասկացա, որ թուրքը դա ցեղատեսակ չի, դա մարդու տեսակ է։ Այո, մեր մեջ էլ թուրքեր կան, այդ թուրքերին կտանք ձեզ։ Իսկ ձեր մեջ էլ մարդիկ կան, ովքեր հայ չեն, բայց թուրքեր չեն։ Այդ իմում այդ մարդկանց թալ գտվեք, վերջացրեք մեր գերիներին, մեր ռազմագերիներին, մեր հայ քաղաքացիական ազգաբնակչությանը, որոնց գերեվ արել եք տանջելն ու էտի տղեք, լսեք, էտի մեթոդ չի։ Ուզում եք կռվենք, կռիվը շարունակվում է։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի որևէ պայմանավորվածություն, լսեք տղեք։ Ուզում եք կռվենք։ Հենա տեսանք էլի։ Եթե մենք չկռվենք, ձեզ չդիմակայենք ու մեր դավաճանները չլենք, կռիվը չէր տևելու 44-ը, տևելու 44 տարի եւ 44 դար։ Լսում եք, եթե ես եմ ձեզ պատասխանատվությամբ ասում, այլապես 44 վայրկյան հետո կմտնեիք Հայաստան, չի լինելու դա։ Տեսեք, ես ձեր հետ խոսում եմ բաց դեմքով, որտեղ դուք լկտիացել եք, դուք ձեզ շատ սխալ եք պահում։ 18 տարեկան երեխուն տանջում, հալածում եք, որ ասի Ղարաբաղ Ադրբեջանը ու դուք բավարարվում եք դրանով, ես ձեզ կասեմ, բոլորիդ, ուշադիր լսեք, ով տանջում է մեր գերիներին, ամոթա, պատասխան եք տալու կյանքով եւ ոչ միայն դուք։ Հիմա չեմ ծավալվում, լսեք մնացածը։ Դուք չգիտեմ ինչի համար եք կռվում, ըստ էության ձեզ սեռական կողմնորոշման համար։ Մենք կռվում ենք մեր հայրենիքի, մեր պետականության, մեր ազգի համար։ Մեր համար։ Մենք հայեր ենք։ Եվ ձեր հետ խնդիրներ չունենք, քանի դուք մեր հետ խնդիրներ չեք ստեղծել։ Իսկ դուք նենց խնդիրներ եք արդեն իսկ ստեղծել ու ստեղծում։ Մենք եւ դուք չենք ապրելու երկիր կոչված այս գեղեցիկ հողագնդի վրա, ուշադիր լսեք, դա իմ կանոնն է։ Քանի այս ռունգերումը շունչ կա, մենք ու դուք չենք ապրելու, դուք արդեն համը հանել եք ամեն ինչի։ Այսօր դուք ռազմագերուն տանջում հալածում եք, այսօր ռազմագերուն կենթանի վիճակում հալածում եք, որ ցավ պատճառեք։ Դուք մոռանում եք հայ ազգի գենետիկայի մեջ ինչ ցավային գեներ կան, որ դիմակայել ենք ու կրելու ենք, լսեք ձեզ ինչ եմ ասում։ Հողի տերը, հողի վրա կանգնողն է, դուք այդ հողի տերը չեք, դուք ժամանակավոր եք տեր։ Լսում եք ուշադիր, արեք ուզում եք կռվենք, հեսա կռիվը սկսվում է, կռիվը չի վերջացել։ Եթե այդքան տղամարդկային հատկություններ ունեք ու ուժեղ տղամարդ հրամանատարն է, ես հրամանատար եմ, հրամանատարը կոչում է հրամանատարին, ուզում եք կռվենք, արեք կռվենք։ Թողեք այդ երեխեքին, թողեք հայոց ռազմագերիներին, թողեք մի կողմ, տարեք, բուժեք, տղամարդավարի գտնվեք, դուք չեք կարող մի հատ դեպք ցույց տաք, որ մենք ադրբեջանցի ռազմագերուն տենց ենք վերաբերվել։ Եթե տես մի հատ բան ցույց տաք, ստելու եք էլի, տես բան չկա, ոչ թե մենք քրիստոնյա ենք, լսեք ուշադիր, ինչ եմ ասում ես, մեր մեջ կենթանու բնազդը չհատնասնեք, չեք դուրս գա դրա տակից, մենք չենք ուզում մեր կենթանական բնազդը հատնանա եւ թույլ տեսակը վերափոխվի մեզ, դա մեզ պետք չի, ձեզ էլ պետք չի,
Դուք արդեն կաք դրանով, ձեզանով արդեն են բնորոշվել այդ ցեղատեսակը, բայց ձեր մեջ կան մարդիկ ընդամենը, որ այդ ցեղատեսակին են պատկանում, հանգիստ թողեք ռազմագերիներին, կռիվ եք ուզում, հեսա կստանաք, էլի ստացել եք, իմ բերթամրոց Հայաստանի դատպաստները ներսից բացող դավաճանների օգտին, կտանք ձեզ, տարեք պահեք, մենք կռվելու են, կտենակ, համբերեք, մի փոքր, ժամանակագրություն չեմ ասում, թողեք իմ ռազմագերիներին, տղամարդկություն ունեցեք, եթե նույնիսկ դա ձեր համար խորհուրդ է, արեք կռվենք ռազմի դաշտում, դուք գիտեք, ամբողջ մեր երկինքը բաց էր, ամեն ինչ անում եք, բայց մենք 44 օր ձեր չդիմակայեցինք, մեր հողը պաշտպանեցինք, մի վերաբերվեք դիակներին, անարգաբարո, լսեք ինչ եմ ասում, դա ուժի ցուցադրություն չի դիակին կդրտելը, լսեք, ձեզ կլենտի պես մի պահեք, դիակները մի անարգեք, յանի դուք ուժեղ եք, տեսել ենք ոնց եք սատկում, մի արեք դա, մենք հանձնվող չենք, իմ տեսակը հանձնվող չի, իմ բարի խորհուրդն ու կոչը, եթե ձեր մեջ կա հրամանատար, եթե ձեր մեջ կա զինվորական, գաղափարախոսական կռվող, ես իմ չգիտեմ էլ ինչ, չնայած խորհուրդ է դա ձեզ համար, արդեն նայելով այս կադրերը, լսեք ուշադիր, կռիվ եք ուզում, կռիվը շուտով շարունակվել է, ես կենդանի եմ, դուք շուխուրներ եք դրել, որ ես ոչնչացված եմ, ոչնչացվել եք դուք իմ հետ մարտերի ժամանակ, ես կենդանի եմ, ով էլ մնացել եմ այդ մարտերի ժամանակ վիրավոր կպատմեն ձեզ, իմ ու ստորաբաժանման գործունեությամբ, լսեք ուշադիր, արեք իմ ուղղացент ունեք, որպես կոչ, մի հատ տխրահարչակ գեներալ ունեք, արդեն որոշել է մտնի Երևան, բայց սպասում ենք, տոմսերը ստացեք, առաջացեք, այդ դավաճանություն չի կարեն պետության մեջ չլի, մենք արդեն ամեն ինչ կկանխենք, ամեն ինչ, կռիվ եք ուզում, պատերազմի դաշտը ворցերի համարը, արեք կռվենք, կռվելու ենք, շուտով, բայց մի արեք, տղեք սխալ է էսի, մենք ձեր ռազմագերիները ցած չենք վերաբերում, մի արեք, սա թուլություն է, դուք որ թուլ եք, ես դա գիտեմ, որ դուք անմարդկային եք, ես դա գիտեմ, որ դուք թուրք եք, ես դա գիտեմ, բայց ձեր մեջ կան մարդիկ, լսեք ուշադիր, այդ մարդկային տեսակը թույս հացին վերաբերվի, ռազմագերում վերաբերվեք, ռազմագերու պես, այդ մարդկանց տարեք մեկուսացրեք, մի տանջեք, մի հալացեք, իմաստը որն է, ձեզ դուր է գալի, որ 18 տարեկան երեխան գոռում է Ղարաբաղ Ադրբեջանին, դες բավարարվում եք, հեսա կբավարարվեք, ես ձեզ խոսք եմ տալի, համբերեք, մի փոքր համբերեք, մի փոքր, ու կտենակ, կզգաք, հիշեք, հայոց բասկի ուժը արկայա, արձիականա, հայոց պաջիչ բասկի ուժը արձիականա, արկայա, հայոց, լսեք ընդհանրապես, եթե միտեղ լսում եք հայոց բառը, միած գոնացեք, նայում եմ կադրերի մեջ շատ երիտասարդ եք, ձեզ ուրիշ ձև են դաստիարակ է, բայց ձեր հրամանատարակազմին փոխանցեք իմ ուղերձը, ես մանախն եմ, ուշադիր լսեք, մի արեք, դա չի բխում որևէ մարդկային կանոնից, ամեն դեպքում առաջինը մարդ եք, հետո եք ազգությունների և կրոնների տարանջակում, գոնե այսքանը հասկացեք, այս սկզբունքից էլ եք, ես ձեզ չեմ խնդրում, ես ձեզ ուղերձ եմ ըղում, ոչ պահանջում եմ, մեկ այն ինչ անում եք, արդեն անում եք ու անվելու եք, ես ձեզ ուրիշ բան եմ ասում, ուրիշ մարտահրավերի ձեռնոց եմ նետում, այդ տղամարդեղեք ձեռնոցս բացացրեք իմ մարտահրավերի նետած ձեռնոցը բացացրեք, ուզում եք կռվենք, արեք ուժեղ տղեկ հետ կռվեք, 18 տարեկան երեխուն ռազմագեր եք վերցրել, վիրավոր, հալածված, տանջում եք, հալածում եք, ուժ եք ցույց տալի, յանի դուք ուժեղ եք, մեր ազգին ուզում եք վախ ներշնչեք, լսեք ուշադիր, մեր վախը վաղուց բռնված է, Եվ որ մենք եղել են գոյություն ենք ունեցել, ձեր գոյության մասին ընդհանրապես սպերմազոիդի հատուցում էլ չի եղել, լսում եք ձեզ ինչ եմ ասում, սա իմ կոչնա ձեզ, եթե կշարունակեք նույն ձևով, ներում ու բեկում չի լինելու, կրոնական որևէ կանոնի ներում բեկում չի լինելու, իմ կողմից և իմ ստորաբաժանման, ես չեմ ասում ասնելու եմ դաժանությունների, ես ձեր կանոնները ցույց կտամ, անգամ ձեր կանոնների, ձեր իսլամի մեջ է սարքելված այն ինչ որ դուք անում եք,
Եթե դուք տենց իսլամիստական ուղղություն եք ընտրել, ձեր կանոնը գոնե հարգեք, ձեր կրոնը գոնե հարգեք։ Այս հանկարծ չմտածեք, ես ձեզին խնդրում եմ, որ դուք ձեզ մարդու պես պահեք, կամ մարդ եք, կամ չէ։ Այն ինչ որ տենում եմ, արդեն մարդ չեք, բայց ձեր մեջ կան մարդիկ։ Դիմեմ ձեր հրամանատարներին, ձգեք ձեր զորքերին, ձեր լպտիներին հավաքեք իրար գլուխ։ Մեր գերիները արդեն ձեր մոտ են, հարց չկա։ Ձեր գերիներն են մեր մոտ են։ Նես չի, որ մենք շատ մարդասեր ենք ու մյուսը չենք ուզում մարդասիրության անվան տակ փայլել, լսեք ուշադիր, այո, մեր արժե համակարգը թույլ չի տալի ձերպես սենց ստոր պահել մեզի, ուզում եք կռվենք, կռիվը շուտով, առնվազն ես կապահովեմ, որտեղ ինձ հանդիպել եք հիշեք, տարբեր ռազմաճակատներում ես մանախն եմ, ոչնչացել եք, փախել եք, ով էլ կա վիրավոր ինքը առնվազն մեկ հրամանատարին, որ բաց խոսնեմ, որտեղ տենում շատ եք լկտեած հալածում, մի արեք, դա տղամարդկություն չի, եթե տղամարդկության հետ որևէ կապ ունեք, դա մարդկություն չի, եթե մարդկության հետ որևէ կապ ունեք, դա զինվորական ընդհանրապես առնչություն չունի, եթե դուք զինվորական եք ձեզ համարում, առավել ևս դա սպայի պատվիվը ոտի տակ գցող է, եթե դուք ձեզ աֆիցեր եք համարում, սպա, լսեք ուշադիր, մի դաժանության տարեք, եթե ձեզ սա դուր է գալես բարես դաժանություն, դա ձեր մազոխիստական հակումներն է, իմ կոչնա ձեզ, չեմ ասին գերական, բարեկամական, աղբերական, չեմ ասի այդ բարերը, որպես հակառակորդը հակառակորդին, արեք մեկս մյուսի ուժը գնահատենք, բայց դուք չմտածեք, որ դուք մեզ հաղթել եք, դուք մեզ չեք հաղթել, իմ հայոց նորից եմ կրկնում, իմ հայոց բերդի պարիսները նրցից է բացվել, իմ հալիձորը ընկելա դավաճանների, ձեր թուրքատեսակ դավաճանների գործողությունների արդյունքում։ Անուններ չեմ տալի, որովհետև դուք իրավունք չունեք դա իմանալ, դա մեր ներպետական, ներազգային խնդիրներն է, ում եք հավաքագրին չեք արել, դա ձեր խնդիրն է, բայց լսեք ինչ եմ ասում, մեր մեջի թուրքերին տալու ենք ձեզի, ու ես թուրք չեմ վիրավորում, թուրքը դա ազգություն չի, դա թուրքը մարդու տեսակ է, այո, մեր մեջի թուրքերին ուղարկել եմ ձեր մոտ կուրսերի, չնայած դուք եք դրանցից եւի թուրքը սովորելու, այդտեղ թուրքեր մենք ունենք արդեն բարձվում է, ձեզ կոչ եմ անում, որպես սպան, զինվորը զինվորի, հայրենասերը հայրենասերի, եթե իրականում հայրենիքի համար եք պայքարում, իրականում, բայց ես խիստ կասկածում եմ, որտեղ դուք հայրենիք չունեք, դուք անհայրենիք մատնչողներ եք, դուք վարձկաններ եք, դուք անհայրենիք, դուք հայրենիք էլ չունեք, դուք չգիտեմ ես իմ ով եք, դուք իմ արևմտյան Հայաստանի հողի վրա արշավանքներ կատարած, էլի այս նույն դավաճանական սիստեմով հողին տիրացած ես իմ ովքեր եք, լսեք ուշադիր, խետներ գլուխները հավաքեք, գենետիկա գոյություն ունի, իմ հայ գենը աշխատում է, և ես ձեզ դա խոստանում եմ, կարակ ոտ սկսեք աշխարհի բոլոր երկրներում հետապնդելու ենք ու պատժելու ենք, բոլոր են անհատներին, անհատական և իրանց ընտանիքներին, ովքեր մեր գերիներին հալածում են, ստորացնում են, նեղացնում են, անհատական, եթե իրանք ուզում են հերոսանալ, իրանց հուշեմ, հերոսությունը դա կենսակերպ չի, դա մահվան տեսակ է, բայց իրանք մահվեն պտի մանգան ու չեն գտնել, ես ձեզ խոսք եմ տալի, չմոռանաք հայոց պատժիչ ձեռքի մասին, իմ կոչը վերջինն է ձեզ, պատերազմ եք ուզում, պատերազմը ապահովված է, մենք կոնկրետ իմ տեսակը ձեր հետ համաձայն չի, ես և դուք չենք ապրելու երկիր կոչված այս գեղեցիկ հողագնդի վրա, դուք չափերները տանցակ, բայց արեք եթե անեք պատերազմի դաշտում, հա, եթե այդքան ուժեղ եք, եթե կարում եք 18 տարեկան երեխուն, գերինգած երեխուն ծեծեք, հալացեք, խորովածի շիշը կոխեք, ձեզ ոտի մեջ ջանի, դուք ուժեղ եք, լսեք այ կլենտներ, չմոռանաք իմ այդ մարտերի ժամանակ ոնց եք վնգստում և ոչ մի